Խորհրդարանը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Երկու հիմնական փոփոխություն ենք նախատեսում օրենքի նախագծով։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին տեքստում օգտագործվում է արգելոց բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը։ Նախատեսվում է արգելոց թանգարան եզրույթը փոխարինել հնավայր թանգարան եզրույթով։ Աշխարհում նմանատիպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայրեր, archaeological site, որն ուղղակիորեն բխում է վերջիններիս կառավարման և պահպանության կարգավիճակից։ Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ Հայաստան խմբակցության դիրքորոշումը ներկայացնում է Լիլիթ Գասպարյանը, ըստ պատգամավորի, այն լրջագույն լրամշակման կարիք ունի։ Հիմնականում այստեղ ուզում եմ խոսել մեկ այլ կարևոր փոփոխության մասին, որը վերաբերում է արգելոց թանգարանները կամ արգելոցները, բոլոր արգելոցները մեխանիկորեն, այսպես հնավայրի փոփոխելով։ Նախ ասեմ, որ այս մեխանիկական փոխարինումը բոլորովին հնավայրով փոխարինելը բոլորովին չի սպառում խնդիրը, որովհետև ոչ բոլոր արգելոցներն են հնավայր, ինչպես եւ ոչ բոլոր հնավայրերն են մեխանիկորեն կարող ներկայացնել իրենցից արգելոցի պարտականությունների եւ պահպանման ռեժիմների իմաստով։ Ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, զեկուցում է էկոնոմիկայի նախարարը։ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական նոր կանոնակարգը, ըստ որի պահանջի ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական պատկերներ, որոնք նախազգուշացնում են ծխելու վտանգավորության մասին։ Կային դեպքեր, որ ուղղակիորեն հայտարարում են, ասում են, մենք խախտում ենք եւ կվճարենք 400,000 դրամ տուգանքը եւ նորից կշարունակենք արտադրել։ Դուք 400,000 դրամ տուգանք եք դրել, մենք էլ 400,000 դրամ տուգանքին համարժեք վարկագիծ ենք դրսևորում։ Դրանով պայմանավորված ցավոք սրտի շուկայում այնպիսի իրավիճակ էր առաջացել, որ որոշ ընկերություններ չէին տպում այդ գրաֆիկական պատկերները։ Գևորգ Պապոյանի խոսքով տվյալ իրավախախտման համար 400,000 դրամ գործող տուգանքի չափն էական ֆինանսական բեռ չէ տնտեսվարողների համար։ Հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով առաջարկվում է ավելացնել տուգանքն իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1%-ի չափով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է խորհրդարանում հարց ու պատասխանի ժամ է։ Վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այո, ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ի միջոցառումներին։ Ուզում եմ ասել, որ մենք հրապարակային ենք արտահայտել, որ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել եւ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ առավել եւս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ չենք խորացնելու։ Փաշինյանը վստահեցնում է, իրենք չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների։ Իր ղեկավարած կառավարությունն իր գործերով է զբաղված։ Եվ ես եւ մեր մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ են ունենում, ուղիղ շփումներ են ունենում քաղաքացիների հետ, իսկ արդեն ծանոթ ձեռագիր է նա, որ եթե դու պաշտոնյան անմիջական մոտ տարածությունից քաղաքացի տեսնում է, ուրեմն դա ուղիղ ապացույցն է նրան, որ կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Իսկ մենք, ինչպես եւ նախկինում, չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով եւ
քաղաքացիների հետ շփումը դրա շատ կարևոր մասն է։ ԿՊԱ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը դիմում է վարչապետին եւ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից մեջբերում անում։ Ասում է, այս պատերազմը, որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Չգիտեմ արդեն որերորդ անգամ պիտի այս ամբիոնից ցիտեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որ այս ամբիոնից 2018 թվականի արդեն ամիսը ապրիլի 17-ին հայտարարել էր, որ բանակցային գործընթացը այլևս թևակողել է պատերազմական փուլ եւ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ 2016 թվականի 4-օրյա պատերազմը ինքը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել։ Դրա արդյունքում ոչ թուղթ, ոչ բան չի ստորագրվել։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև, թե ինչպես այս ամբիոնից խոսել ենք, որն էր պատերազմը թույլ չտալու դրանից առաջվա Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությունը, մեղրին փոխել Ղարաբաղի հետ եւ այլն եւ այսպես շարունակ։ Փաշինյանը կրկին բանավեճի հրավիրեց նախկին նախագահներին։ Ինչքան պետք է գնան թաքուն ստեղ ընդեղ էս պատիտակ են ծառի տակ, այն անկյունում, ինչքան մութ, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսան։ Բան ունեն խոսալու։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Բան ունեք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Ինչի՞ չեք գալիս։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հարցն այսպես է սկսում. Եթե կառավարության հետ հարց ու պատասխանը լիներ 3, կառավարության անդամներն ԱԺ կգային նավով։ Եթե սենց շարունակվի, կարծում եմ կառավարությունը բյուջեում պետք է պահանջի, որ իրենց սպասարկող ուղղաթիռ տրամադրեն, որովհետև ճանապարհները գնալով դառնում են ավելի անանցանելի։ Բայց կոնկրետ խնդրում եմ ասեք, 500 կիլոմետրից քանիսն է կրկնա վերանորոգվել։ Հարցին պատասխանում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, մսխվել է 0 կիլոմետր։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։